Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար ԵԿՄ միության հիմնադիր անդամ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ռոմիկ Մխիթարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մխիթարյան։ Պարոն Մխիթարյան, եկեք հարցազրույցը սկսենք նրանից, թե ինչու են այս ընտրությունները հատկապես նախկինում իհարկե այս մշակույթը եւ ճակերտավոր ասած ավանդույթները եղել են, բայց այս ընտրությունները էլի կարծես այսպես վերածվել են առուծախի, հատկապես ուժեղ Հայաստան ուժի կողմից մենք տեսնում ենք ամենօրյա բացահայտումները այդ ընտրակաշառքի այսօր էլ տեսանք, որ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվեց, ինչի մասին են սրանք հակակոռուպցիոնի բացահայտումները, սա արդյոք վկայում է, որ սա համակարգված մոտեցում է եւ պարզապես պետք է բացահայտումներ անել լրատվամիջոցներում դրան ծանոթանալ անցնել առաջ, թե սա արդեն մտահոգվելու տեղիք է նաեւ առաջացնում։ Միանշանակ մտահոգվելու տեղիք է առաջացնում, որովհետեւ սա այո, համակարգված գործողություններ են եւ համակարգված են Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ուղիղ հրահանգված են Ռուսաստանի Դաշնության կողմից դեպի ժողովրդավարություն գնացող ինքնիշխանության ձգտող պետությանը զրկել այդ ինքնիշխանությունից եւ վերադարձնել ռսահապատակություն։ Սա է ամբողջը։ Այսինքն այդ 150,000 դրամը, որ վճարում են քաղաքացուն ձայնը վաճառելու համար, ըստ էության վճարում են, որ վաճառեն պետությունը։ Այո, այդպես է։ Այդպես է։ Որովհետև նորմալ քաղաքական ուժը երբեք իրեն թույլ չի տա նախընտրակաշառքով ներկայանալ ընտրությունների, հազիվ այդ մշակույթը վերացել էր փողի 18 թվականի հեղափոխությունից հետո, բայց ցավոք սրտի այդ ուժերը բերեցին, մցրեցին էլի, բայց դրա հետ մեկտեղ էլ մեր ժողովուրդը փառքասու, մեր ժողովրդի մեծ մասը չի գայթակղվում այդ փողին, շատ լավ գիտակցում են ինչի մասին է խոսքը, որտեվ իրոք նժարի վրա դրված է մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մեր պետականությունը եւ մյուս կողմում դրված է գուբերնիա դառնալու գաղափարը։ Մարդիկ դրան են պատրաստ, դե հիմա Կարապետյան Սամվելը Ռուսաստանի քաղաքացի, Կիպրոսի քաղաքացի, ձեռի հետ էլ Հայաստանի քաղաքացի, այդ մարդը ամբողջ կյանքը իր բիզնեսով, իր ամեն ինչով Ռուսաստանում է եղել, կախված է Ռուսաստանից, իր ֆինանսական կարողությունները ամբողջությամբ Ռուսաստանում են, բնական է, որ պիտի կատարի հրահանգները։ Եվ հիմա իր համար ճիշտ եմ հասկանում ըստ ձեր խոսքից, որ իր համար ավելի կարևոր է իր անձնական շահը, բիզնեսները պահպանելը, քան Հայաստանի Հանրապետության շահը, որովհետև ինքը ասում է գալու է եւ իր համար նախանձախնդիր առաջնահերթություն է լինելու, որ Հայաստանում որևէ աղքատ մարդ չլինի, եւ մարդիկ իսկապես հավատում են, որ գալու է եւ այդ գումարները բաշխելու է նաեւ ընտրություններից հետո։ Չէ, բախր ստեղ նա ոչ միայն իր նպատակն է, այլ իր Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի եւ այն մնացած ուժերի, որոնք թաքնված են դեռ, բայց կամաց բացահայտվում են, որ նույն ծրագրով են շարժվում, մի sense պարզ բան կա նաեւ, որ այդ փողերը լավ բաժանում են, բայց յուրաքանչյուր այդ փող վերցնողը պետք է հասկանա, որ այդ փողերը հետո հետ են հավաքելու, տասնապատիկն են հետ հավաքելու։ Այդ պետություն, պետականությունն էլ դնենք մի կողմ, անձնական, իրանցից, ախր դառնում են ստրուկ, այդ փողը վերցնելով դառնում են ստրուկ։ Էս է ամբողջ խնդիրը, եւ էլ չեմ ասում, որ վերջի վերջո թո յուրաքանչյուրը այդ քայլին գնալուց առաջ մի հատ մտածի, որ եթե մենք կորցրեցինք պետականությունը, եթե գնացինք վերադարձանք դեպի ռսահպատակություն, ընտրություններից ուղղակի 10-15 օր հետո նրանց ընտանիքների երիտասարդները զորակոչվելու են ու գնալու են Դոնբաս կռվելու։ Այսինքն սա վախեցնելու միտում չի, շանտաժ չի, դա իսկապես կարող է նման սցենար լինել։ Իհարկե կարող է լինել։ Իհարկե կարող է լինել։ Բայց եթե մենք կորցնում ենք մեր պետականությունը, դառնում ենք էլի ինչ որ ֆորպոստ, բնական է, որ այս մարդկային ռեսուրսը, որը արդեն Ռուսաստանը չունի, ստեղից պիտի տանի պատերազմ։ Բոլոր խնդիրները, էլ չեմ ասում մեր տարածքային կորուստները,
Այդ ամպագորգոր որ խոսում են, բան են անում, ինչի մասին է խոսքը, բա ուր էիք դուք։ Սամվել Կարապետյան, դու 44 օրյա պատերազմի ժամանակ հայտարարություն էիր անում, հավասարության նշան էիր դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, կողմերի հավասարության։ Բա այն ժամանակ բա ուր էր քո հայրենասիրությունը։ Կամ են մեկը էլ Ռոբերտ Քոչարյանի մասին չեմ խոսում դեռ։ Բայց ի դեպ վերջին հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր պնդում արեց, որ ինքը կարող էր մեկ զանգով պատերազմը կանգնեցնել։ Պարոն Մխիթարյան, իսկ ձեր մոտ այդ նույն հարցը առաջացել է ինչ-որի մոտ, իսկ ինչն էր խանգարում այդ մեկ զանգով հարցը լուծել։ Իհարկե, այդ թող զանգեր կանգնեցներ պատերազմը։ Նախ ախր ինքը այն ֆիգուրը չի էլի, ինքը վաղուց այն ֆիգուրը չի, ինքը երբեք չի եղել այդ ֆիգուրը, այն միակ տղամարդը, որ ինքը հայտարարում էր, չի եղել երբեք։ Ինքը դա հայտարարեց, երբ որ եղավ հոկտեմբերի 27, երբ որ սպանվեց Վազգեն Սարգսյան, Դեմիրճյան, այդ դրանից հետո ինքը հայտարարեց եւ երբ որ մեզ էլ լցրել էր բանտերը։ Այդ ժամանակ էր ինքը փորձում միակ տղամարդ խաղալ։ Բայց ինչ դարավ այդ միակ տղամարդի հետ։ Իսկ ինչ դարավ։ Են դարավ, որ կալանավորեցին էլ տակը ճիշիկ էր անում, էլ եսիմ ինչ, միայն թե դուրս գա բանդից, մեկը իր տեղը բանդում է, ինքը պատասխան է տալու եւ հոկտեմբերի 27-ի համար, եւ մարտի 1-ի, եւ ապրիլի 12-ի, եւ այս ժողովրդի ճակատագրի հետ խաղալու համար, եւ այսօրվա համար էլ է պատասխան տալու։ Ես միանշանակ համոզված եմ, որ Հայաստան դաշինքը չի հաղթահարելու այդ 8%-անոց շեմը, ես համոզված եմ դրանում, որտեղ ժողովուրդը ատում է Ռոբերտ Քոչարյանին, որտեղ Ռոբերտ Քոչարյան այդ միայն իր կերպարով արդեն է ժողովուրդը այդ վերջ-վերջով այդ հիշողությունը չի ջնջվում, ինչքան էլ ինքը այսօր բաներ է խոսում, բանանում, չի ջնջվում այդ հիշողությունը մարդկության մեջ, որը մենք անընդհատ հիշացնելու ենք, ես իրան չեմ ներելու երբեք սպարապետի սպանությունը, ուղիղ, թե ինչ-որ կապված, կամ իր օրոք է եղել, եւ առ այսօր չի բացահայտվել, դա չեմ ներելու իրան, եւ ես, եւ հազարավոր, եւ 100 հազարավոր մեր ազգը։ Բայց այսօր ինքը իրեն առնվազն փորձում է մաքրագրել, սրբագրել, նույն հարցազրույցում խոսում էր, թե ինչ բռնաճնշումների մասին է, ինչ ընտրակեղծարարությունների մասին է խոսքը, եղել է նույն վիճակը, ինչ որ հիմա է, ասում է, ախր նույնը հիմա էլ կա, այդպես է իրեն փորձում արդարացնել։ Հետո մարտի 1-ի դեպքերն էլ, կարծես թե Միեդի վճռից հետո պիտի այդ զրույցները առնվազն դադարեին, բայց մեղադրում է ընդդիմադիրներին, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանին, ասում է, սադրել են իրենք։ Դե ինքը միշտ իր մեղքը բարդում է դիմացինի վրա, այդ ուժեղ տղամարդը։ Գիտեք, ուժեղը այ դրա մեջ է ուժը, որ կարողանաս ինքը գոնե խոստովանես, որ դու գոնե խոստովանես, որ սխալ ես եղել։ Բայց եւ հոկտեմբերի 27, եւ մարտի 1, եւ եկեք հիշենք ապրիլի 12-ը, որից հետո 560 հոգի կալանավորվեցին, այդ որ ինքը ասում է ոչ մի քաղաքական ուժի նկատմամբ բռնաճնշում չի եղել, բայց այդ ովքեր են այդ կալանավորվածները, բայց որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներն էին ջարդ ու փշուր անում ու մարդկանց լցնում քաղմասները, բայց 2003 թվականի ընտրություններից հետո այն որ 400-ից ավել մարդ հայտնվեցին մեկուսարանում 15 օրով, բա դրանք, դե չեմ ասում հոկտեմբերի 27-ը, Ռոբերտ Քոչարյան հասկացողությունը պետք է այս ընտրություններով վերջնականապես ջնջվի հայոց պատմությունից։ Պարոն Մխիթարյան, հասկանալի է նախկին քաղաքական ղեկավարների այս մոտեցումը, ինչ որ իմաստով փորձում են իրենց մաքրագրել, բայց մեկ հարցում էլ այնուամենայնիվ, այսպես ասած, դիլեմա է կամ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, երբ տեսնում ես, թե ինչպես է երկրորդ նախագահը, որը պաշտոնավարել է Հայաստանը 10 տարի, ամեն ինչի մեղավորությունը տեսնում միայն հայկական կողմի մեջ, Հայաստանի մեջ, օրինակ նույն Ռուսաստանի մասով այսպես փորձեց Ռուսաստանին հապկին ամեն կերպ արդարացնել եւ անգամ արդարացրեց ինչքան էլ որ տարօրինակ է Իլհամ Ալիևին, ադրբեջանական կողմին, պնդումներ անելով, որ պատերազմում էլ անգամ մեղավոր է հայկական կողմը։ Սա խնդիր չէ, պարոն Մխիթարյան։ Դա ուղղակի
թշնամանք էր հայոց պետականության դեմ, հայտարարելով, որ հայկական կողմն է հրահարել 44-օրյա պատերազմը։ Դա հայկական կողմը չի հրահարել, այն որ պատճառաբանում են, որ վարչապետը գնաց ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, դրանից մի քանի տարի առաջ դուք էլ էիք ասում Արցախը Հայաստան է եւ վերջ, ձայնագրություններն էլ կա, ամեն ինչն է կա։ Այս պատերազմի պատճառը նա էր, որ մեր բանակը հոկտեմբերի 27-ից հետո մեր բանակը, մեր պետությունը անտերության էր մատնվել, թալանի էր մատնված։ Մենք տեսանք, չէ, ինչ վիճակում էր մեր բանակը։ Սրա մասին պիտի խոսացվի, սա է ամբողջ ճշմարտությունը, որ այդ ես միշտ ասում եմ, էլի կերել են այս բանակը, այս պետությունը, այս մեր հաղթանակները իրենք են կերել, իրենք էին բերահասցրել դրան։ Սա է ամբողջ բանը։ Բայց հիմա վերադարձը, պարոն Մխիթարյան, հիմա ի՞նչն է կիսատ մնացել։ Իշխանության տենչ, երևի թե հանձնարարականները մինչև վերջ չէին կատարել, երևի թե հաշվարկներում սխալվել էին, որ փորձում էին, նույնիսկ 44 օրյայից հետո փորձում էին հեղաշրջում անել, տապալել մեր պետությունը, չստացվեց եւ երեք Ալենը լավ ասեց Սիմոնյանը, ծոծորակներդ կտեսնեք, այդ չեք տեսնի իշխանափոխություն։ Չեք տեսնի իշխանափոխություն կարող է լինել, չգիտեմ, հաջորդ ընտրություններում ժողովրդավար ձևով, երբ որ կուսակցությունները, քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց ռեալ ծրագրերը, որպեսզի ժողովուրդը կարողանա այդ ընտրությունը կատարի։ Փողով, շանտաժով, ահաբեկելով կամ չգիտեմ ինչով չեն կարողանալու ոչնչացնել, այս այդ պետությունը չի արդեն։ Սա ուժեղ Հայաստան է արդեն, իրանք որ ասում են ուժեղ Հայաստան, սա իրոք ուժեղ Հայաստանն է։ Հզոր Հայաստանի Հանրապետությունը։ Եվ թող ինչ ուզում են ասեն, այս ընտրություններում բացարձակ մեծամասնությամբ անցնելու է քաղաքացիական պայմանագիրը եւ անցնելու են այն ուժերը, որոնք որ ընդդիմափոխություն են անելու։ Ձեր ուժն էլ է այդ օրակարգով գալիս, պարոն Մխիթարյան։ Այո, մենք գալիս ենք, մենք նախ գալիս ենք էլի թույլ չտալու, որ նման ինչ-որ բաներ արվի, որ համախմբվեն, կոալիցիա կազմեն եւ փորձեն այդ իշխանափոխություն հասկացողությունը անել, բայց դրա հետ մեկտեղ էլ մենք գալիս ենք լուրջ օրենսդրական առաջարկություններով, փոփոխություններով, որպեսզի նաև օգնենք իշխանություններին այն խնդիրները, երբ որ առաջանում է Ռուսաստանի Դաշնության հետ, մեր կառավարությունը կարողանա ասի, նայեք, այսքան 100,000 ժողովուրդ ընտրել է այս քաղաքական ուժին, արևմտամետ գաղափարախոսությամբ, եւ ես պարտավոր եմ այդ ընտրողների կամքը կատարելու։ Այսինքն մենք գալիս ենք օգնենք, կողքները թիկունք կանգնենք եւ մեր պետությունը կառուցենք միասին։ Գիտեք, բանավեճերի ընթացքում վերջին օրերին միտք է հնչում նույն ընդդիմադիր գործիչների կողմից, Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիան, Ուժեղ Հայաստանի ֆրակցիայի կողմից, որ այս իշխանությունները գալիս են նույնը անեն այնինչ տեղի ունեցավ Արցախում, այնինչ արեցին Արցախի հետ, նույնը անեն Հայաստանի հետ, բայց մենք հիշում ենք Արցախում ինչ տեղի ունեցավ, առնվազն Շահրամանյանը, երբ եկավ իշխանափոխություն տեղի ունեցավ, ինչպես էին իրենք դա տոնում Երևանի կենտրոնում, եւ հիմա նույն բանի մեջ մեղադրում են իշխանությանը։ Սա դիլեմա չէ, պարոն Մխիթարյան։ Բացարձակ ճշմարտությունը նա է, որ Արայիկ Հարությունյանը վերջի ընտրված նախագահն էր։ Եվ դա էր, որ պահում էր Ադրբեջանին, որպեսզի չհարձակվի, գործողություններ չանի։ Իրենք բերելով այդ խունտային, որտեվ նայեք, Արամ Սարգսյանը բազմաթիվ անգամ ասել է, որ ինքը Արայիկի հետ անընդհատ կապի մեջ էր Հարությունյան եւ Արամ Սարգսյանի միջոցով էր, որ այդ խնդիրները պետք է կարգավորեր Սոֆիայում, Միացյալ Նահանգների մասնակցությամբ բանակցություններում բան։
ինչը որ կանխեցին, հենց իրենք կանխեցին դա։ Կանխեցին Արայիկ Հարությունյանին պաշտոնից զրկեցին, բերեցին Շահրամանյանին եւ ընդամենը ինչքան 10 քանի օր տևեց, չէ՞։ 9, եթե չեմ սխալվում, 10 օր։ Հա։ Եվ ստորագրվեց լուծարումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարումը։ Դա իրենց ձեռքի գործն է։ Ինչ կապ ուներ Հայաստանի իշխանությունները այդ ամեն ինչի հետ։ Իրենք էին ազգային ժողովից էին գոռում այդ ամեն ինչի մասին, իրենց հրճվանքն էին բանում, չէ, հարցազրույցներում բանում, ոգևորված, որ այ տեսեք հեսա ինչա լինելու, տեսանք ինչ եղավ։ Նույնը Հայաստանում իրենց մոտ չի ստացվելու։ Բայց նպատակը նույնն է, պարոն Մխիթարյան։ Նպատակը նույնն է, նպատակը ուղղորդված է ասցի Ռուսաստանի կողմից։ Նույնն է, բայց այսօր փառք ասու էլի եմ ասում, մեր պետությունը շատ ամուր է։ Այսօր նույն արևմուտքը կանգնած է մեր պետության թիկունքին, մեր պետության կողքին, պաշտպանում է մեր պետականությունը բոլոր հնարավոր ձևերով, եւ վերջով հիշենք էլի ով կանգնացրեց այն հարձակումները Ջերմուկի, Միացյալ Նահանգները, միանշանակ մեկ խոսքով կամ դեսպանի ներկայությամբ Սյունիքում կանգնեց այդ Սյունիքի գաղափարը, որ Սյունիքը վերցնի։ Հնարավոր էր, որտեվ այդ ժամանակ մեր բանակը ի վիճակի չէր լինելու պաշտպանելու։ Բայց հիմա մեր բանակը արդեն ի վիճակի է պաշտպանելու։ Իդեպ մայիսի 28-ի զորահանդեսին ինչպիսի բանակ տեսակ, պարոն Մխիթարյան, որովհետև նույն ընդդիմությունը, ընդդիմախոսները, խորհրդարանական ընդդիմությունը հատկապես վերջին տարիներին, գիտեք, անընդհատ թմբկահարում էր, որ այս իշխանությունը քանդել է բանակը։ Դուք քանդված բանակ տեսակ։ Բացարձակ։ Ես տեսա լրիվ կերպարանափոխված բանակ, ուժեղ բանակ, ժամանակակից սպառազինությամբ զինված բանակ, այսինքն հանդերձանքից սկսած մինչև այդ անօթաչու թռչող սարքերը, իհարկե դա ցուցադրվեց շատ չնչին տոկոս է, այն ինչ որ ու ամենակարևորը որ եւ արևմտյան պետությունների արտադրանքներ, որը որ ձեռք էր բերել մեր պետությունը եւ ամենակարևորը որ մեր տեղական արտադրանքներ, այսինքն մեր ռազմաարդյունաբերությունը այսօր մեծ քայլերով առաջ է գնում եւ դա ակնհայտ էր։ Ես հպարտություն էի ապրում, ամենակարևորը որ ամեն ինչը հայրեն էր։ Բայց նայեք մեր կուսակցության ծրագիրը նաև նրանում է, որ մենք խնդիրներ ենք դնում, որ էլ ավելի մեր բանակը զարգանա եւ պրոֆեսիոնալ բանակի անցնելու խնդիրները, իհարկե ծրագրերը կա նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրերն են, բայց մենք երկու կարևոր խնդիր ենք դնում։ Առաջինը դուրս գալ հայ-ռուսական հակաօդային պաշտպանության այդ պայմանագրից, ստեղծել մեր հզոր հակաօդային պաշտպանությունը, որտեղ մենք տեսանք, որ այդ օդը չպաշտպանվեց, միտումնավոր չպաշտպանվեց։ Երկրորդ քայլը եւ դա ի դեպ մինչեւ տարվա վերջ։ Երկրորդ քայլը մի տարվա ընթացքում դուրս գալ հապկից։ Մենք դա գերկարևոր ենք համարում, որովհետև դա ակնհայտել է դա նաև ռիսկեր չի ստեղծի, պարոն Մխիթարյան, բացարձակ։ Նայեք, նախ ինքը ձևական կառույց է հապկը, երբևիցե որևէ գործողություն չի արել։ Բայց այս պատկերացրեք, այս սառեցված վիճակում մեր անդամությունը, տեսեք այդ սառեցնելուց հետո ինչքան Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, այդ պետությունները սկսեցին մեզ օգնել, զենք վաճառել, ինչու՞ չէ նվիրել, մասնակցել մեր ռազմաարդյունաբերության աշխատանքներին, նոր տեխնոլոգիաներ բերել։ Երբ որ մենք դուրս գանք հապկից, դա տասնապատկվելու է, հարյուրապատկվելու է միանշանակ։
Պարոն Մխիթարյան, իսկ վերջին շրջանում ինչի մասին են հյուսիսից եկող ամենօրյա այդ ահագնացող հայտարարությունները նախ ՀՅԱՏՄ անդամ պետություններն էին հայտարարությամբ հանդես եկել, որ հորդորում են, որ Հայաստանում հանրաքվե լինի եւ հնարավորինս կարճ ժամկետում հայ հասարակությունը կողմնորոշվի ինքը ԵՄ-ը ուզում գնալ, թե ՀՅԱՏՄ-ում է ուզում մնալ եւ այս սահմանափակումները սրանք վախի մթնոլորտ ստեղծելու համար են, նախընտրական շանտաժ են, սպառնալիք են։ Այսօր մենք տեսանք, որ արդեն խաղողն է արգելվում այսօրվանից Ռուսաստանի Դաշնության մուտք եւ մենք առնվազն վերջին օրերին Օվերչուկի շուրթերով շատ այլ պետական պաշտոնյաների շուրթերից լսում ենք, թե Հայաստանի հետ ինչեր կարող է տեղի ունենալ գազի թանկացում, գյուղմթերքի, այսպես ասած արտահանման արգելք, ինչը ասում են, որ ձեր տնտեսությունում լուրջ խնդիրներ կառաջացնի։ Նպատակը ո՞րն է, սա միայն նախընտրական սպառնալիք է, թե շարունակվելու է։ Նայեք, Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ կորցնելով Հայաստանը, կորցնելու է տարածաշրջանում իր ազդեցությունը։ Եվ դրա համար են իրենք ամբողջ իրենց ուժերը դրել այս ընտրություններում իրենց վերած քաղաքական ուժերին ամեն ինչ անել, որպեսզի հաղթեն։ Իդեպ նաև Վլադիմիր Պուտինն է գործընթացի մասնակցում իր դեմքով հայտարարություններ անում։ Հիշում եք եւ հայտարարությունը եւ հանդիպումը մեր վարչապետի հետ, որ ասեց մեր ուժը, այո, ուղիղ ասելով, որ Սամվել Կարապետյանի, ինչին վարչապետը շատ հստակ պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ համապատասխան նա չի կարող մասնակցել, որտեղ տարբեր պետությունների քաղաքացի է։ Ես համոզված եմ, որ սա մինչև հունիսի 7-ն է լինելու։ Սա սպառնալիքներ է, սա վախի մթնոլորտ ստեղծելու համար է։ Ամսի 8-ին ամեն ինչ փոխվելու է, ամեն ինչ հանդարտվելու է, որովհետև այնպես չի, որ Ռուսաստանը կապված չի, կախված չի մեր պետության հետ համագործակցելուց տնտեսապես եւ շատ խնդիրներ կան, որ հենց Հայաստանի միջոցով է լուծում այդ խնդիրները։ Այնպես որ սա ճնշման ձև է, ճնշման տարբերակ է, որ ժողովրդին այ այն բիզնեսմենին, որ այսօր այդ ելակը պիտի տաներ չի տանում, այդ բիզնեսմենի վրա ազդեն, որ այտես քո կառավարությունը այնպես արեց, որ եւ Ռոբերտ Քոչյանը ասում է, չէ, իմ ընտրվելու դեպքում մենք Ռուսաստանի հետ խնդիր չենք ունենալու։ Առնվազն տնտեսական պատերազմ չենք սկսի։ Մենք էլի Ռուսաստանի հետ խնդիր չենք ունենալու։ Մենք Ռուսաստանի հետ համագործակցելու ենք արժանապատիվ, անկախ Հայաստանին վայել եւ տնտեսական եւ բոլոր ասպեկտներով։ Դա միանշանակ այդպես է լինելու եւ վերջի վերջով Վլադիմիր Պուտինն էլ հավերժ չի եւ այնտեղ քաղաքական ղեկավարություն այսպես թե այնպես մոտակա ժամանակները փոխվելու է, թող Ռուսաստանն էլ դառնա ժողովրդավար պետություն, սիրով կհամագործակցենք, ինչի մասին է խոսքը։ Եվ Ուկրաինայի հետ զուգահեռները, պարոն Մխիթարյան, տեղին են, էլի վախեցնելու միտում ունեն, թե նման ռիսկ կա, որովհետև կհիշեք, նման հայտարարություն արել է Վլադիմիր Պուտինը եւ նրան օրերս երկրորդեց Լուկաշենկոն, Բելարուսի նախագահը։ Իդեպ հայ ժողովրդին խորհուրդ էր տալիս խելամիտ գտնվել եւ չշարունակել ուկրաինական ուղին չբռնել։ Դե գիտեք, նախ եկեք մի հատ այսպես պատկերացնենք, էլի։ Նայել է բռնապետ եւ ուզում է այստեղ էլ նախկին բռնապետներին բերել իշխանության, այսինքն սա է ամբողջ խնդիրը։ Սա է այդ վախի մթնոլորտում պահելը ժողովրդին, թե իր սեփական ժողովրդին, թե Բելարուսի ժողովրդին, ինչի մասին է խոսքը, զուգահեռներ Ուկրաինայի հետ, փառք ու պատիվ Ուկրաինային, շնորհակալություն Ուկրաինային, որ այս ծանր բեռը Ուկրաինան վերցրեց իր վրա։ Հակառակ դեպքում այս հարձակումները լինելու են Հայաստանի վրա։ Եվ այդ իրոք ծանր բեռը Ուկրաինան այսօր տանում է այս պատերազմով եւ Ուկրաինան միանշանակ հաղթելու է։ Ես դրանում համոզված եմ, որտեվ ամբողջ աշխարհը այդ սանկցիաները կիրառելով բանով բերել է Ռուսաստանի տնտեսությունը հասցրել է 0 մակարդակի։ Եվ դա արդեն զգացնել է տալի։ Եվ այնպես չի, որ հենց այնպես չի, որ այդ ուկրաինական անօթաչու թռչող սարքերը արդեն Մոսկվային են խփում։ Սա է ամբողջ բանը, սա ինչ-որ ագոնիայի նման բան է։ Սա ագոնիայի նման բան է։ Մեր ժողովուրդը ոչինչից էլ թող չվախենա։
Նախ Ուկրաինայի հետ տարբերությունը նա է, որ մենք չունենք ընդհանուր սահման, երկրորդը եթե պիտի փորձի էլ հարձակվի Հայաստանի վրա, նա պիտի օգտագործի Ադրբեջանի տարածքը, ինչը որ Ադրբեջանը մենք տեսնում ենք Ադրբեջանի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ։ Այնպես որ այդ ուղղակի նախընտրական սպառնալիքներ են, ուրիշ ոչինչ։ Իսկ այդ սպառնալիքները իրենց կամ իրենց սատելիտ ուժերին ավելի շատ օգնելու են, թե խանգարելու են։ Պարոն Մխիթարյան, կարող են նաև հակառակ էֆեկտ ունենալ, չէ՞։ Կարող է, չէ, հաստատ հակառակ էֆեկտ է ունենալ։ Հաստատ հակառակ էֆեկտ է ունենալու, դրա համար ես համոզված ասում եմ, որ այն ուժերը, որոնք որ ձգտում են մեր պետության անկախության, ինքնիշխանության ամրապնդմանը, այդ ուժերը լինելու են ազգային ժողովում, իսկ նրանցից այդ օրինակ այդ 3-ից ինձ թվում է մեկը կարող է հայտնվել, բայց ոչ այն մասշտաբով, ինչը որ իրենք այսօր ներկայացնում են կառավարություն են սարքել, նստած քննարկում։ Նիստեր են անում արդեն։ Հա, դա էլ է հոգեբանորեն ազդում, փորձում են ազդել ժողովրդի վրա, բայց փոքր խումբ է լինելու ազգային ժողովում։ Եվ այդ թեզերը ինչ որտեղ հիմար արդեն պարոն Մխիթարյան, որովհետև կարծես թե արժեզրկվեց նաև այդ թեզը օրվա մեջ մի 10,000 անգամ կրկնել, որ 300,000 ադրբեջանցիներ են գալու եւ դրա վրա մեծ ռեսուրսներ ծախսել, գովազդային հոլովակներ նկարել։ Այն դեպքում, երբ պաշտոնական մակարդակում բազմիցս դա հերկվել է, 3 կրկին բանավեճի ժամանակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վերահաստատեց եւ հերքեց, որ նման քննարկում չի եղել, չի կարող լինել։ Նպատակը ո՞րն է։ Դե էլի ժողովրդի մեջ գցել է այդ ինչ-որ բան, որ այ 300,000 ադրբեջանցիները կգան ստեղ կտեղավորվեն, վերջը այն տարիքով ժողովուրդը հիշում է ադրբեջանցիների այստեղ ապրելը։ Բայց դա չի աշխատում։ Իրենց հիմնական գործիքը, իրենց հիմնական առաջարկը վախն է վաճառում ժողովրդի։ Այո, վախի մթնոլորտ ստեղծել, նաև այդ 300,000 ադրբեջանցիից հետո մի հատ էլ բան արեցին, որ Եվրոպայից բանը դեպորտ արած 250,000, չէ, Եվրոպայից 250,000 մուսուլման պիտի տեղափոխվի Հայաստան։ Սենց աբսուրդ բաներ էլի։ Լավ։ Հետաքրքիր է, որտեղ են ծնվում այդ թեզերը։ Մոսկվայում։ Իրականության հետ իրականությունից շատ այդ օվերչուկների մակարդակն է։ Եվ բացահայտումները վերջին շրջանի լրատվամիջոցների Insider, Dossier, Կովկասյան քրոնիկա, սրանք ձեր համար բացահայտում էին, պարոն Մխիթարյան, նկատի ունեմ օրինակ նույն Սամվել Կարապետյանի անձնագրում FSB աշխատակցի նշումը, այն նաև փաստերը, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը այստեղ իր ազդեցության գործակալների միջոցով փորձում ապակայունացնել իրավիճակը եւ փորձել ազդել իշխող ուժի ռեյտինգի վրա, ստեղծելով հակառեյտինգ։ Դա այդ ամենը հաստատում է այն, ինչ որ մենք Հանրապետություն կուսակցությունը ասում էր դեռ ընտրությունների շատ առաջ, երբ որ սկսում էին գրանցել այդ ուժերը, բան, եւ մենք ասում ենք, որ այս ուժին չի կարելի գրանցել։ Չի կարելի գրանցել, հենց կոնկրետ այդ ուժեղ Հայաստանը, որովհետեւ նախ վերցնենք առաջինը, որ իր կապիտալը դա օտարերկրյա կապիտալ է, կոնկրետ Ռուսաստանի կապիտալ է։ Երկրորդը հենց այդ ժամանակ արդեն սկսվել էր այդ փոխբաժանելու խոսակցությունները, բան։ Մենք անընդհատ դիմել ենք, մենք անընդհատ խոսել ենք դրա մասին, որ չի պիտի գրանցվեր։ Այդտեղ կա բաց թողում օրենսդրության մեջ, օրինակ Մոլդովայում չգրանցեցին ուղղակի, որտեղ իրենք արել էին այդ փոփոխությունը։ Բայց մեր օրենսդրության մեջ ցավոք սրտի այդ փոփոխությունները չէր արվել եւ մենք նաեւ դրա համար ենք գալի, որպեսզի նման օրենսդրական փոփոխություններ կատարենք, որպեսզի հաջորդ ընտրություններին էլ ինչ-որ մի հատ մեծ հարուս չգա, ասի այս երկիրը փաթեթավորեք, ես առնում եմ։ Լավ, կլորիկ գումար։ Որքան էլ որ կլորիկ գումար առաջարկեն։ Չի լինելու տենց բան։ Եվ պարոն Մխիթարյան, այս աղմուկի մեջ նաև ընտրողը ոչ միայն աղմուկի, նաև այս սպառնալիքի ֆոնին, երբ ամենօրյա մակարդակով, ամենօրյա ռեժիմում լսում ենք նման հայտարարություններ գազի գնի թանկացման մասին, գյուղմթերքը արգելելու մասին ռուսաստանյան շուկա, ընտրողը ինչպես պիտի կողմնորոշվի, ընտրողը արդյոք վախի մթնոլորտ, այսպես վախենալով պիտի մոտենա ընտրություններին, եւ արդյոք այս մասին շատ ենք խոսել, բայց ինչի մասին է հստակ այս ընտրությունները, այդ ջրբաժանը որն է, ինչի միջև է լինելու։
Ես սկզբից ասացի, ինչի հետ է այսօր կռվում է մեր պետականությունը, ինքնիշխանությունը, կռվում է գուբերնիզմի դեմ։ Մեր քաղաքացին, ու ես համոզված եմ, որ այդպես էլ կողմնորոշվելու է, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ընտրի իհարկե մեր պետականությունը, ինքնիշխանությունը, մտածելով ապագա սերունդների մասին։ Մեր ապագա սերունդները, մեր այսօրվա երեխաները պետք է մեծանան, ապրեն բարեկեցիկ, արժանապատիվ, անկախ ու ինքնիշխան Հայաստանում ու ուժեղ հզոր Հայաստանում միանշանակ։ Դրա մասին է խոսքը եւ բելի եմ ասում, ինչ էլ փորձեն անեն, մեր ժողովուրդը գնալու է իր ճիշտ ընտրությունը կատարի, ես դրանում այսքան չեմ կասկածում։ Շնորհակալ եմ, պարոն Մխիթարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԵԿՄ միության հիմնադիր անդամ Ռոմիկ Մխիթարյանն էր։ Կհանդիպենք։